Եթե դու առաջ 3 հոգու մեջ էիր հայտնի, հիմա դու 103 հոգու մեջ ես հայտնի, շատ ավելի կշիռ ունի քո հայտնիությունը, քան առաջ։ Ինչպիսին էր մրցակցությունը տարիներ առաջ եւ ինչպիսին է հիմա։ Նախ երբ որ ես սկսել եմ, ես չգիտեի, որ մրցակցություն կա։ Ինչն է առանձնացնում ձեր գործելավոճը։ Համբերությունս։ Սարսափելի համբերատար եմ։ Ունեցել եք հիասթափության պահեր։ Շատ։ Հաղորդման գործընկերն է Ամի կոշիկի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Beauty Fabric-ի հիմնադիր Աշխեն Կոստանդյանը ոչ միայն Հայաստանի ամենահայտնի դիմահարդարներից է, այլև իսկական նորարար եւ ոգեշնչող առաջնորդ գեղեցկության ոլորտում։ Աշխենը արվեստ է ստեղծում դիմահարդարման միջոցով, վերածելով սովորականը յուրահատուկի։ Անխոնջ աշխատանքի շնորհիվ Աշխեն Կոստանդյանը մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների եւ արժանացել բազմաթիվ մրցանակների։ Ես կարծում եմ այն սերունդն եմ, ով անհնարն էր դարձնում հնարավոր, որպեսզի կարողանա ունենալ աշխատանք, եւ շատ ժամանակ զիջում էինք մեր երազանքները հնարավորություններին, եւ ես ուղղակի շատ դիմահարդարվող աղջկական բաներ սիրող մարդ էի ու շատ էի զբաղվում ու որոշեցի, որ դա կարելի է դարձնել աշխատանք, ուղղակի պատասխանատվությունից ելնելով, մի քիչ գերազանցիկի սինդրոմով տարապելով, ցանկացա դա անել մաքսիմալ լավ։ Եթե արդեն հայտնվում եմ մի իրավիճակում, պետք է դուրս գալ նա պատվաբեր, այդ սկզբունքով արեցի։ Հետո բացահայտեցի, որ շատ ժերտավոր է ու շատ հետաքրքիր եւ կարողացա իմ շուրջ համախմբել մարդկանց, ովքեր ինձանից ավելի շատ էին սիրում այս մասնագիտությունը։ Այդտեղ ավելի շատ էր պատասխանատվությունից, որ իրենց չդավաճանեմ հանկարծ իրենց երազանքներ, օրինակ իմ երազանքը այդքան չէր։ Ես ստացվեց այդպես, որ դարձա, ուղղակի ես լավ նկարում էի, ինձ մոտ հեշտ էր ստացվում եւ չէի զգում, որ աշխատանքի ընթացքում տանջվում եմ, այդ տանջանքի զգացողություն չունեի, դրա համար արագ աճում էր եւ գումարած իմ պատասխանատվությունը ստացվեց այն, ինչ որ ստացվեց։ Իսկ այն մարդիկ, ովքեր հիմա իմ սրահում են կամ այս տարիների ընթացքում սովորել են այս մասնագիտությունը, նրանց երազանքն է, ներշնչանքը, եւ ես անդավաճան նրանց կողքին եմ։ Այդ պատճառն է, որ կան այս սրահները, որտեղ ես ստեղծագործում եմ, եւ մեկ էլ մենակ ոչինչ չեմ կարողանում անել։ Եթե հակառակ դեպքում ինձ թվում է ես աշխատում եմ մենակ, բոլորը վայելում են, իսկ որ իրանք իմ հետ աշխատում են։ Տեսնում եմ, հասկանում եմ, որ բոլորից մեկն եմ։ Արդյոք լավ դիմահարդար լինելու համար պարտադիր է լավ նկարելը։ Սկսվում եւ ավարտվում է այս մասնագիտությունը նկարչական աչք ունեցող մարդու հետ կապով։ Եթե չունես գեղեցիկի հետաքրքիր տեսլական չի լինում։ Բայց կարևորը որ քո տեսածը, քո գեղեցիկը համապատասխանի ժամանակի հետ ու ժամանակի բարքերի ու վարքերի հետ։ Հիմա մենակ նկարելը ուղղակի հիմք է։ Շատ ուրիշ հատկություններ մարդկային, անձնական տարբեր հատկանիշներ պետք են, որ կարողանաս հաջողես։ Որովհետև դուք արդեն տեսնում եք social media-ն ինչ է անում։ Դուք արդեն տեսնում եք անձնական լայֆսթայլը, ապրելակերպը, կենսակերպը ինչքան է ազդում դիմահարդարի, կոնկրետ դիմահարդարի, այս դեպքում հաջողությունների վրա, աշխարհընկալումը, ճամփորդությունները, գոլերը կյանքում դրված, բոլորը գալիս է նրան, որ դիմահարդարը ստացվի այնպեսին, ինչպեսին այդ պահին հնարավոր է։ Իմ դեպքում շատ ավելի լավ էր այնքանով, դաշտը շատ ազատ էր, չկար social դաշտ, չկար, չէինք օգտվում համենայն դեպս մենք դեռ, եւ մարդ հայտնիանում էինք եւ գրավում նրանց ուշադրությունը, ավելի իրական էր մեր հայտնիանալու ճանապարհը։ Հիմա կարող ես անել հակառակը, հայտնիանալ ու եթե դա քեզ դուր գա, կարողանաս հետևի ֆոնը ամրացնել գիտելիքներով։ Եղանակները այժմ տարբեր են, բայց ի վերջո ամենավերջնական կետում, երբ որ շատ հայտնի ես, արդեն սխալները քեզ անթույլատրելի են, նորից գալիս է նկարչության ջիղը, որ պետք է լինի հստակ ընդգծված, որտեղ կան աշխատանքներ, որտեղ միայն քո գեղեցիկի տեսակը կարող է աշխատել, իսկ դա պետք է նախապես կերտված լինի նախ ուղեղում, հետո նոր դեմքին։ Այն ժամանակ, երբ դուք արդեն հայտնի դարձաք, ոլորտում չկային շատ հայտնի մասնագետներ։
Կային հատուկենտ մասնագետներ եւ բոլորը գիտեին, որ նրանք միակն են մեր երկրում, նույնիսկ սահմաններից դուրս կարելի է ասել։ Հիմա պատկերը այլ է։ Այս ոլորտում մասնագետները շատ են, բայց միևնույնն է, լավագույնները կարծես մնացել են էլի, մի քանիսը։ Ինքան հետաքրքիր է։ Եթե դու առաջ 3 հոգու մեջ էիր հայտնի, հիմա դու 103 հոգու մեջ ես հայտնի, շատ ավելի կշիռ ունի քո հայտնիությունը, քան առաջ։ Օրինակ ես դիմահարդարում եմ, որովհետև նախ սիրում եմ, երկրորդ, որպեսզի նոր դիմահարդարների հետ մի բան քննարկելիս ես հանկարծ չլսեմ այն տեքստը, որ հիմա շատ բան ա փոխվել, ձեր ժամանակները չի։ Այսինքն ես հենց այդ ժամանակի մեջ գործում եմ, հենց այդ նույն հաճախորդի հետ աշխատում եմ եւ այդ նույն տպավորությունը ես ստանում եմ։ Գուցե ինձ մոտ նստելուց հաճախորդը մի քիչ ավելի քիչ բան պահանջի, որովհետեւ մտածի, որ ես կանեի միևնույնն է, բայց հակառակ կողմից, երբ ինքը ինձ մոտ է նստում, իր պահանջներն են շատանում, որովհետեւ մտածում եմ, որ կարող եմ։ Այսինքն խնդիրը երբեք չի դադարում, ասել, չես սովորում, չի հեշտանում, ընդհակառակը ինչքան գնում, այնքան ավելի ծանրանում է բեռը։ Գիտակցելն է կարևոր, որ տեսնես, որ դու մարդկանց ուղղակի երջանկություն ես տալիս ու դա տաս լիարժեք։ Ինչպիսին էր մրցակցությունը տարիներ առաջ եւ ինչպիսին է հիմա։ Նախ երբ որ ես սկսել եմ, ես չգիտեի, որ մրցակցություն կա։ Ես մտածում էի, իմ մրցակիցը մենակ ես եմ, որ այս մի հաճախորդից է մի հաճախորդ ավելի լավ դիմահարդար եմ եւ անընդհատ ես ինձ հաղթում էի, որը ես պահեցի մինչեւ հիմա։ Կարծում եմ հիմա շատ դժվար է հայտնիանալը այն առումով, որ զարմացնելը դժվարացել է։ Մենք կարողանում ենք զարմացնել, հիմա չես զարմացնի ոչ մեկին, այնքան չես զարմացնի, որ կարևոր արժեքներ մի կողմ դրած կարող են իրենց ներքին խոհանոցը հանել արտաքին աշխարհ, միայն թե իրենցից խոսեն։ Այդ շինծու հայտնիությունը 5 րոպեանոց է։ Հետո պահանջում է շատ ավելի մեծ ներդրում, շատ ավելի մեծ ժամանակ, ընդունակություններ, որ դու կարողանաս դա պահել։ Այսօր մի հատ սովորական հրդեհ լինի, բոլորս կիմանանք, մնում է հրդեհի հետևանքները, չէ, հետաքրքիր լինի, ճիշտ գնա։ Նույն ձևով այդ հրդեհը ցանկացած արտիստ կարող է րոպեվա մեջ անել։ Ինչ դժվարություններ եք ունեցել այս տարիների ընթացքում, որոնք են եղել ամենից բարդ մարտահրավերները, որոնց բախվել եք։ Այստեղ ես պետք է մի փոքր խոսեմ տնօրեն դառնալու վատ պայմանից, որովհետև երբ որ ես արտիստ եմ, ինձ շատ լավ է։ Երբ որ իմ գործը արդեն կիսվում է, բիզնեսի է վերածվում եւ ես պետք է տնօրեն եմ եւ ոչ միայն իմ, այլ նաեւ մարդկանց ճակատագրերը, ինչ որ չափով աշխատանքային ճակատագրերը, այստեղ արդեն սկսվում է այդ մանր, փոքր խնդիրները, հարաբերությունների, որն ինձ համար շատ էժան է։ Ուղղակի ես ստացվել է այնպես, որ հազվադեպ հանդիպող լավ հարաբերություններ ստեղծող մարդկանցից եմ, այդ երևի ինչ որ շնորհք է իսկականից ինձ թվում է, որ չեմ կարծում եմ մեծամտանավոր դա ասեմ, որ դա իսկականից բոլորին տրված բան չի, անընդհատ հարգել ուրիշի տարածքը։ Մի պահ գումարի կարիք կա, մի պահ լավ հետաքրքիր իդեայի կարիք կա, մի պահ նոր աշխատակից ընդունելու կարիք կա, ամեն օր մարտահրավեր է, թե դու ինչպես նոր մնաս։ Ինձ թվում է սա իմ հետ կկիսեն մեր ոլորտի բոլոր ակտիվ մասնագետները։ Ուղղակի շերտավոր է, մեծ ավելի խոշոր սրահներում մեծ խնդիրներ են, փոքրներում փոքր են, մի զրոյի տարբերությունը ընդհանրապես խնդիրը նույնն է։ Դուք նաև գեղեցկության կենտրոն ունեք Միացյալ Նահանգներում։ Աշխեն բարդ չէր հայրենիքից հեռու բիզնես հիմնելը։ Գայանը չեն գիտես, արդեն մոդելը կար։ Ես արդեն գիտեի, ես ինչին եմ լավ տիրապետում։ Կարողանում եմ շատ լավ կոլեկտիվներ հավաքել եւ բոլորի հարաբերությունները նորմայի մեջ պահել եւ նրանց տալ աճի հնարավորություն, ինչը փաստորեն առավելություն էր մեր ժամանակներում եւ սահմանափակում էին աշխատողներին, բան ես սկսեց որոշեցի, որ միևնույն է հայտնիացող մարդը կհայտնիանա, ավելի լավ է ես ճիշտ բանակցեմ։ Ճիշտ չափի մեջ դնեմ մեր հարաբերությունները, այդ արդեն կար։ Եվ Միացյալ Նահանգներում ես չունեի ուղղակի օրենքի հետ գիտելիքներ։ Մի քիչ այդտեղ սխալվել եմ, մի քիչ շուտ եմ արել ամեն ինչ, քան պետք էր, ինչը եւ բերեց ինձ շատ խառնաշփոթներ բան,
Բայց հիմա դրա արդյունքում չզգացի, թե ինչպես նույն այստեղի մոդելից կարողացա ստեղծեմ այնտեղ։ Նույն տիպի մարդիկ են, այսինքն ես ձգողականության ուժով կարծես անընդհատ տեսնում եմ մարդկանց, ովքեր ունեն շատ տարածված է այս վերջերս այդ բառը հանուն որևէ գաղափարի, նույնիսկ անհնարին եւ ոչ օրինական, այսինքն օրենքի սահմանում քայլերով գնալ առաջ մինչեւ հասնենք տեղ։ Ինչն է առանձնացնում ձեր գործելավոճը։ Համբերությունս։ Սարսափելի համբերատար եմ։ Շատ ուշ եմ գալիս որոշումների։ Թվում է բռնկուն եմ, ամեն փոքր բանի վրա կխոսեմ։ Մեծ հարցերում, կյանքային հարցերում, դա սկսած իմ անձից մինչև աշխատանք կարող եմ ասել, էլի։ Գլոբալ խնդիրների հետ երկարաժամկետ կարող եմ դիմանալ, որպեսզի վերլուծեմ ճիշտ որոշումը կայացնեմ։ Դրա փոխարեն առօրյա փոքրիկ հարցերում շատ անհամբեր եմ, պահանջկոտ եմ, նույնիսկ այնպես որ տպավորությունա, որ ես շատ խիստ եմ։ Բայց իրականում ուղղակի մի քիչ երկար ճանաչող մարդը գիտի, որ հոտած ջրի հետ կարող եմ տարիներով հաշտվել, որը տենց է, բայց կարող է օրինակի համար օդի շարժման արագությունը դուր չգա ինձ այդ վարկյանին։ Ես այնց արձագանք եմ, որ մտածեն օրինակ ինչնի արթային բաներ է անում։ Այս իմ հաջողության գրավականն է։ Եվ ամեն ինչ 2 տարի ուշ եմ անում, ինչի համար միշտ ջղայնանում եմ, որոշումներն էլ 2 տարի ուշացած են լինում, բայց այնքան արմատական ու համոզված, որ ես էլ վերադարձ չունեմ նախորդ կետին։ Էդ է երևի։ Եվ հաջողության գրավականներից մեկն է ցանկացած բան միշտ խանգարում ու օգնում է։ Հիմա օգնում է, որ ես աշխատող եմ միշտ, այս պահին եմ աշխատում եմ, չէ։ Ես գիտեմ մասնագետը ինչ խնդիրներ ունի ու իր տնօրենի ինչից կարող է դժգոհ լինել։ Ինձ համար էլ տնօրենը ես իմ աթոռի մոտից Աշխեն տնօրենին շատ բաներ եմ ասում ու հետ գալիս Աշխեն տնօրենի կողմից աշխատողի հետ նորից փորձում բանակցել։ Այսինքն ես անձամբ իմ հետ խնդիր ունեմ։ Ինչ մնաց աշխատակիցները իմ հետ որևէ հարց ու պատասխան չունենան։ Բայց քանի որ ես աշխատող եմ, շատ լավ իրանցից շուտ եմ մտածում ինչից դժգոհ կլինեմ, փորձում եմ հարթել։ Ունեցել եք հիասթափության պահեր։ Շատ։ Փոքրից մեծ հիասթափություններ ունեցել եմ։ Օրինակը, երբ որ ես հաճախորդին սպասարկում եմ մաքսիմալ ճշգրտությամբ եւ ինձ թվում է դրանից ավել ուղղակի հնարավոր չի։ Եվ այդ բծախնդիր հաճախորդը հանկարծ շատ գոհա, շատ թույլ սկսնակ մասնագետից։ Ուղղակի տրամաբանական հարց է առաջանում։ Երբ որ ես էի սկսնակ, ահա որ շատ սխալներ էի անում ու ես որ ինձ համատում եմ իմ սկսնակը այս աղջկան դիմահարդար էր, թե իմ պրոֆեսիոնալը, բնականաբար հասկանում եմ, որ սկսնակին ոնց կարելի էր, չէ։ Հասկանում ես, որ քո աշխատանքը փաստորեն չհասկացան։ Չհասկացան իր մագիստրատուրայի աստիճան մաքրած մաքուր վիճակը ու հասած ուղղակի եղավ իրենց համար, եղած են դիմահարդարում էր։ Բայց հետո երբ որ նստում եմ, շատ հարցեր եմ տվել ես, ինձ հաճախորդների հետ խոսելով բան, հասկացել եմ, որ երբ որ նստում ես կիսա մասնագետի մոտ, սպասելիք դելա քիչ։ Երբ որ խիստ պրոֆեսիոնալի մոտ ես նստում, դու ես խստանում եւ մաքսիմումով պահանջում որպես հաճախորդ։ Եվ այդ հիասթափությունները կարելի նույնիսկ այդ մակարդակի վրա կային։ Հետո արդեն ավելի շատ հիասթափվեցի, երբ որ հասկացա, որ որպես արտիստ սկսում են քո մասին ավելի քիչ խոսել, քան որպես բիզնես վումեն։ Ինչ խորհուրդ կտաք կանանց։ Երջանիկ լինել, մաքսիմում չվախենալ, ինչը Հայաստանում այդքան հնարավոր է, թող ոչ մեկ գլուխ չգովա, որ դա հնարավոր է այն ազգերում մի քիչ մենք ասիական կողմում ենք, համենայն դեպս ավանդույթները շատ կարևոր են, ես շատ եմ սիրում ավանդական ընտանիքներ, ինձ հիացնում է ավանդույթների այդ պահպանումը, բայց դրանք իրենց հետ բերում են նաև զիջումներ, զոհաբերություններ, ուղղակի ասենց ֆիլտր դնեն ինչը պետք է զիջվի ինչին, կամ զիջում են ամբողջը, կամ չեն զիջում ընդհանրապես, այդ փափուկ անկյուններով զիջելը ես շատ եմ սիրում, եւ երբ որ շատ երջանիկ լինեն,
Հավատացեք, իրենց հայելու մեջ դուր կգան ու կգտնեն ինչն է իրանց սիրուն։ Մեր հաղորդման գործընկեր Ամի կոշիկների եւ աքսեսուարների խանութ սրահը ձեզ նվիրում է զեղչի քարտ։ Դուք կարող եք օգտվել իսկապես հայկական արտադրանքից, ընտրել ձեզ համար որևէ կոշիկ կամ պայուսակ, որևէ աքսեսուար։ Այ զեղչի քարտին սիրուն են նվիրում։